Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր մեր հյուրն է կրկին Իսրայելից պարոն Արտյոմ Չեռնոմորյանը եւ այսօրվա մեր թեման շատ կարեւոր հրապարակումներն են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հատկապես Reuters-ի կողմից, Washington Post-ի կողմից, այն մասին, որ հնարավոր է շատ շուտ արդեն սկսվի պատերազմը ընդդեմ Իրանի։ Բարև ձեզ, պարոն Չեռնոմորյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Շնորհակալ եմ։ Այվազյան։ Այո։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ, դուք եք ծանոթացել այդ հրապարակումներին, նույնիսկ ավելի մանրամասն, քան ես եմ հասցրել ծանոթանալ։ Խնդրում եմ ներկայացնեք, թե ինչի մասին է խոսքը, ինչ հրապարակումներ է արել Reuters-ը, ինչ Այո, է։ օրինակ ուշագրավ էր այսօրվա ուրեմն Reuters-ի հրապարակումը, որում նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երկար շաբաթներ տևող նոր պատերազմի են նախապատրաստվում Իրանի դեմ։ Այսինքն պարոն Թրամփի աշխատակազմի մոտ կանգնած աղբյուրներ, որոնք մնացել են անանուն, այսինքն չեն հրապարակվում նրանց անունները, որոնք Reuters-ին հարցազրույց են տվել, այո, փաստում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այժմ նախապատրաստվում է Իրանի դեմ շաբաթներ տևող պատերազմի, այսինքն խնդիրը ոչ թե նախորդ 10-օրյա պատերազմի նման էր, 12-օրյա պատերազմի, այլ բավականին երկար շաբաթներ ցկցկվող պատերազմի մասին։ Եվ այստեղ օրինակ եւ վկայակոչվում է պարոն Թրամփի խոսնակի հայտարարությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստորեն բոլոր սցենարներն էլ ուրեմն վերլուծում է եւ ունի իր, ասենք, կոնկրետ քայլերը տարբեր սցենարների հետ կապված։ Այսօր ինչն է կարևոր մեզանում, որ ինչպես գիտեք, ամսու 19 փետրվարի 19-ին Դոնալդ Թրամփը հրավիրել է խաղաղության համաժողովը աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների մասնակցությամբ, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւս մեկնելու է ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներ մասնակցելու այդ վեաժողովի խաղաղության, որը ըստ էության Գազայի գոտու հիմնահարցն է քննարկելու։ Մեզ հայտնի դարձավ, որ 8000 ինդոնեզիական զինվորներ են գալու Գազայի գոտի, սակայն մինչև օրս պարզ չէ, թե այդ զինվորները որտեղ են կանգնելու։ Նրանք ասում են, որ Իսրայելի բանակի հետևում են կանգնելու։ Ինչ իմաստ ունի ինդոնեզիական բանակի իսրայելյան բանակի հետևում կանգնել, երբ որ իսրայելյան բանակը պետք է լինի առաջնագծում դեմ դիմաց Համասի գրոհայնի հետ։ Բայց Գազայի գոտին տնենք մի կողմ, այստեղ շատ ավելի լուրջ հիմնախնդիրներ կան, շատ ավելի լուրջ վերլուծական հիմնահարցեր են առաջացել։ Իսրայելում բոլոր վերլուծաբաններն ասում են, որ խնդիրը նրանում չէ, թե լինելու է պատերազմ, թե չէ, խնդիրն այն է, թե երբ է այն լինելու։ Սրա հետ կապված մոտ 1 ամսից ավել Իսրայելի տնտեսական կոլապս է նկատվում, այսինքն բոլոր արտասահմանյան խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները լքել են Իսրայելը, մի պահ եղավ, որ ամեն անգամ հիշում եք, ասում են այսօր են հարվածելու, վաղն են հարվածելու, եղան օրեր, որ ընդհանրապես Իսրայելի օդը բաց էր եւ միջազգային ավիափոխադրողները լրիվ ուրեմն չեղարկել էին բոլոր իրենց ավիա չվերթները։ Այժմ խնդիրը որն է։ Տարածաշրջան է գալիս Ջերալդ Ֆորդ ավիակիրը։ Այսինքն մենք գիտենք, տեղեկություններ ունենք, որ Ջորջ Բուշն է գալու ավիակիր, այստեղ տարբեր լուրեր են պտտվում, որ հենց Ջորջ Բուշն էր սպասում հրամանի, սակայն Ջորջ Բուշին վերջին մոմենտ հանգիստ թողեցին, ուղարկեցին աշխարհի ամենամեծ ավիակիր Դրա համար Ջերալդ ես Ֆորդ։ 3 էի հաշվում արդեն, բայց փաստացի 2-ն են, հա։ Այո, այսինքն մեկն է, գիտեք ինչ է հետաքրքիր, պարոն Աբրահամ Այվազյան, երբ որ Լինկոլնը արդեն տեղում է, ես հաշվում էի, որ Աբրահամ Լինկոլնը 2-ն են, հունվարի կեսերից է արդեն այստեղ տարածաշրջանում հասել էր տարածաշրջան, հունվարի արդեն վերջին իր կոնկրետ ստրատեգիական մարտական ուրեմն հերթապահության էր անցել արդեն, բավական արդեն կարելի ասել 2 շաբաթից ավելի, իսկ այս երկրորդ, այո, խոսում են 3-ի մասին, ուղղակի գիտեք ինչ, երբ որ լսում եք տարբեր տեսակի վերլուծաբանների, մեկը ասում է 2-ն է այստեղ, մեկն ասում է 3-ն է այստեղ, մեկն ասում է 2-ը չէ, մեկն է, 2-ը պետք է կան։ Մի խոսքով այնքան իրարամեջ տեղեկություններ են պտտվում, որ մենք նույնիսկ հարկ չենք համարում որևէ կերպ այս տարբեր տեսակի ասեկոսեներին հայտարարություններին հանդես գալը, այլ միայն որոշեցինք միասին զրուցել այն դեպքում, երբ որ արդեն ամեն ինչ բարձ է եւ այսպես ասած խաղաքարտերը Ադե բացված են։ մարդիկ էլ հոգնել են, անընդհատ խոսում ենք, բայց
պատերազմական գործողությունները տեղի չեն ունենում, չնայած որ ամեն ինչ հուշում է այն մասին, որ հավանականությունը շատ մեծ է։ Ուղղակի օրը եւ ժամը մեզ հայտնի չէ եւ դիտմամբ գաղտնի է պահվում։ Դե սա պարզ է, որովհետև այս բայդրությամբ նույնիսկ կարելի է ասել իր օդանավերի քանակությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր հարակից շրջանները, դաշնակից պետությունների տարածքներում ունեցած իր ռազմաբազաները պաշտպանելու հետ կապված շատ ավելի հզոր ներուժ է ռազմական կուտակել, քան նույնիսկ 90-ի վերջ 91-ի սկզբին Իրաքյան պատերազմի ժամանակ։ Սա է խնդիրը եւ պատկերացրեք երկրորդ ամենամեծ աշխարհի ավիակիրն է, որ հարցավ արդեն տարածաշրջան, արդեն այստեղ թե Իրանը ում վրա է իր հույսը դրել, այստեղ հարցի մյուս կողմն է։ Իհարկե մի քանի սցենարներ այստեղ կարելի է դիտարկել, բայց ասենք չպետք է մոռանալ, որ Դոնալդ Տրամպը թերևս հունվարի 8-ին խոստացավ Իրանի ժողովրդին, որ գնացեք մասնակցեք ցույցերին, օգնությունը ճանապարհին է։ Եվ տեսեք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնկրետ գործողություններ չիրականացնի, սրանից հետո այլևս Տրամպի հետ ով կարող է լուրջ, ասենք նրա ասածները լուրջ ընդունել։ Սա փաստորեն Ամերիկայի խաղաղ դրույք է տրված շատ բարձր եւ փաստորեն այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես գերտերության հեղինակության խնդիրն է այսօր օրակարգում։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների խոսքի տերը չկանգնի եւ Իրանի ժողովրդին օգնություն չկա, քանի կոպեկ արժի Դոնալդ Տրամպի այդ հայտարարությունները։ Սա այսպես։ Հիմա ինչ է իրականում տեղի ունենում։ Օրեր առաջ հրեական 12-րդ ալիքի ռազմական վերլուծաբաններից մեկը տեղեկություններ հայտնեց, որ Հայաստան եւ Ադրբեջան մեծ քանակությամբ օդանավեր են ամերիկյան արտադրության գալիս։ Եվ օրեր առաջնոր հայտնի դարձավ, որ եթե չեմ սխալվում 12 օդանավ մեծ նախքան J.D. Vance-ի գալը 12 մեծ օդանավ է վայրեջ կատարել բեռնափոխադրող զինվորական Հայաստան եւ մեկ ասենք հրամանատարական օդանավ եւ 8 օդանավի մասին են խոսում, որ վայրեջ է կատարել Բաքվում։ Ասել կուզե, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ես ենթադրում եմ, որ հակաօդանային պաշտպանությամբ պաշտպանելու է իր ասենք թեկուս դեսպանատունը Հայաստանում, հասկանում եք, թե չէ մեկ ինքնաթիռ, երկու ինքնաթիռ, 12 բեռնատար, ծանր բեռնատար ինքնաթիռ, ինչ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները բերեր J.D. Vance-ի այցից առաջ այստեղ, քանի որ իր ինքնաթիռները տասնյակ F-երով շրջապատված գալիս էին տարածաշրջան։ Այսինքն սա շատ կարևոր ազդակ է, շատ լուրջ ազդակ է նոր մարտահրավերների հետ կապված։ Հիմա ինձ մի կողմից զարմացրեց մեր Հայաստանի կառավարության իսլամական ռեժիմի հեղափոխության շնորհավորանքները, մի ռեժիմ, որ ասենք տասնյակ հազարով մարդկանց ուղակի կերավ, իր ժողովրդի մասին է Ինձ էլ զարմացրեց անկեղծ ասած։ Դե լավ է, այդքան են հասկանում աշխարհակահաղական զարգացումները, չնայած ընդհանուր մնացած հարցերից լավ են, այդ Իրանի մասով մի քիչ լավ չեն։ Հասկանում եք, հիմա էլ նախապատրաստվում են, հիմա էլ լուրեր են պտտվում, որ մեր վարչապետը մեկնելու է Իրան, Իրանի ռեժիմի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու։ Այսպիսի լուրեր այսօր կարտացի։ Հիմա հարցը հետևյալն է. այն դեպքում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեռք է մեկնում ատոմակայան է կառուցելու, նման հսկայական միլիարդավոր դոլարների ծրագրեր են, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այժմ բանակցում է Իրանի հետ, արդյոք նպատակահարմար է Իրանի հետ, այս ռեժիմի հետ, որը մարտակի ռեժիմ է, ռազմաքաղաքական դաշինք կնքել։ Մի պետության հետ, որը Հարցը այդքան էլ դա չէ, պարոն Չերնոմորյան, ճիշտ է, շատ տհաճ է մարտակեր ռեժիմի հետ նման բան կնքելը, պայմանագիր, բայց հարցը այն է, որ ես գրեթե 100%-ով, լավ չասենք 100, 90%-ով վստահ եմ, որ այս ռեժիմը չի մնալու։ Ճիշտ է, Թրամփը ասում է մեկ ամսից կլուծվի, կպայմանավորվենք։ Եթե պայմանավորվենք, հնարավոր է ձեռք չտանք այդ ռեժիմին։ Ռեժիմն էլ է կարծես թե ուզում որոշ զիջումների գնալ, բայց չեմ կարծում, որ ստացվի։
Չեմ Ամենայն կարծում դեպս հիմա պետք է Հայաստանը ժողովրդի լեզվով ասած ոտքը կախկցի, որևէ փաստաթուղթ տայս կառավարության հետ, մնա մյուս կառավարության հետ ստորագրեն թող ովքեր որ կան նոր կառավարություն, եթե Աստված արարածը նման բան լինի։ Հիմա հնարավոր հարվածի եւ հնարավոր հետևանքների մասին պետք է խոսենք։ Ես կարծում եմ, որ ինչպես գիտեք, ամսու 11-ին Բիբի Նետանյահուն էր փաստորեն Վաշինգտոնում, Թրամփի հետ էր հանդիպում, քննարկում էին տարբեր ուրեմն սցենարները, որքանով որ մենք Իսրայելում տեղեկացանք, նա նոր նշանակետերի, նոր թիրախների բավականին լայն բազայով էր մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորաբաժանումներին համապատասխան հետախուզությանը փոխանցել Իսրայելի հետախուզության տվյալները իրանական օբյեկտների եւ օբյեկտներում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված, ինչպես նաեւ Իսրայելը հստակ իր մեսիջներն էր ուղարկել պարոն Թրամփին այն հարցի հետ կապված, որ Իսրայելը մի շարք հիմնախնդիրներ ունի, որոնք պետք է լուծվի, եւ Իսրայելը նույնիսկ ասում էին, որ եթե Թրամփը պատերազմ չսկսի, Իսրայելը միայնակ կսկսի այդ պատերազմը։ Իսրայելը ցավոք սրտի ունի նման ձեռագիր, ինքնուրույն պատերազմը սկսելու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ժողովրդական լեզվով ասած քաշելու հետ կապված, որովհետեւ իրանք այստեղ ես հիշում եմ այն Պինգվինաշենի պատմությունը, ասում է սկզբից ես անում եմ չարություն, հետո հարցնում ծնողներիս, հիմա Աստված մի արածե Բիբին նորից Պինգվինաշենի այս մուլտֆիլմի ուրեմն սցենարով գնա եւ առաջինը հարված հասցնի Իրանին, որը մեր համար իրոք կլինի սարսափելի մի երևույթ։ Մյուս կողմից էլ երբ որ հրեաների հետ եմ այստեղ խոսում, ասում են ցանկալի է որ այս հարցը վերջո Իրանի հարցներ փակվի, այս էջը փակենք, տեսնենք ինչ ենք անելու։ Հիմա հարցը այն է, թե Իսրայելը ինչպիսի պայմաններ է դրել Դոնալդ Թրամփի առջև։ Առաջինը միջուկային ծրագիրն է, որոշ աղբյուրներով 450, Իսրայելի տվյալներով 600 կիլոգրամ հարստացած ուրան ունի Իրանը, որը պետք է այս ուրանը հանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իրանը։ Սա առաջին պահանջն է Իսրայելի, երկրորդ պահանջը բալիստիկ հրթիռների ծրագրի ուրեմն դադարեցնումն է եւ հրթիռների կրճատումն է մինչև 300 կիլոմետր, այսինքն 2000-ից ավել հեռավորություն ունեցող հեռահար բալիստիկ հրթիռների ծրագրի կասեցումն է Իսրայելի հիմնական պահանջը եւ երրորդ պահանջը պրոքսիների ֆինանսավորումը, ինչպիսիք են Հութիները, Հեզբոլլահը եւ Իրաքի միլիցիան, այս երեք հիմնական մնացած պրոքսիների մասին է խոսքը։ Հիմա հարցը թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այս շահերը այս առումով բռնում են, ես կարծում եմ, որ ոչ, Իսրայելը մի քիչ ավելի այսպես բարձր նշաձող է բռնել իր համար, այս Իրանի հետ էլ չեմ խոսում ռեժիմի փոփոխության մասին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները իմ կարծիքով չի կարող ստիպել Իրանին այս պայթրությամբ, եթե չփոխվի այաթոլլաների ռեժիմը, եթե իրոք չփոխվի ռեժիմը, բալիստիկ հրթիռների կամ պրոքսիներին ֆինանսավորելու հետ կապված օրակարգում բանակցություններում այս պահին այս հարցերը չեն քննարկվում։ Գիտեք, որ Օմանում տեղի են ունեցել բանակցությունների առաջին փուլը, որոնք ավարտվել են անարդյունք իհարկե, առաջին անցյալ տարի հունիսին, երբ որ տեղի են ունենում բանակցություններ, գիտեք, 5-րդ փուլը ավարտվեց, 6-րդ փուլը չսկսված, պատերազմը սկսվեց Իսրայելի հարձակումներով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգման հարձակումով այնուհետեւ այս դեպքում տեսնենք թե ինչ է լինելու, կսպասեն արդյոք նորից այս իրանական խաղերին, Իրանը հրաժարվում է բալիստիկ ծրագիրը կասեցնելուց, հրաժարվում է միջուկային ընդհանրապես ծրագրից, միայն ասում է խաղաղ միջուկային ծրագիր եմ օգտագործելու, համաձայն եմ, Ալլահով երդվում եմ, չեմ անելու։ Դե արի հիմա հավատա Իրանի ռեժիմին, թե ում արևով է երդվում, որպեսզի այս իրադարձությունները իրականացնեն, այս իր խոստումները իրականացնեն, եւ այստեղ ամենակարևոր խնդիրը ինչ է լինելու մեր հետ։ Իսրայելում ապրող հայկական համայնքը, մեր սրբավայրերը, պատերազմ, շաբաթներ տևող հնարավոր պատերազմ, արդյոք այս պատերազմի արդյունքում այաթոլլաների ռեժիմը կգնի, արդյոք այս պատերազմի ընթացքում Իրանի ժողովրդին կհաջողվի հաջողություններ հասնել, թե Իրանը ուղղակի կսկսի հրթիռահարել Իսրայելի տարածքը, Սաուդյան Արաբիայի, Քատարի, կհարվածի նաև մյուս
հարևան շրջանների, վախենում եմ ասել նույնիսկ Հայաստանում գտնվող Ամերիկայի դեսպանատանը, թե ոչ։ Այսպիսի բազմաբնույթ հարցեր են ու ես հիմա չգիտեմ, թե Թավրիզից դուրս եկող, ասենք, հազարավոր ադրբեջանական այս ուրեմն փախստականներն Հայաստանի կառավարությունը մեր զորքերը ինչպես են սահմանին կանգնեցնելու, զենք են օգտագործելու, չեն օգտագործելու, ինչպես են այս մարդկանց ընդունելու են արդյոք թե չեն ընդունելու, եթե լինի հավանական այս պատերազմը։ Իմ կանխատեսումներով մինչև փետրվարի վերջ դեռևս հանգիստ է լինելու, որովհետև նախապատրաստական աշխատանքները դեռ ավարտված չեն։ Նշեցի, որ ամսու 19-ին լինելու այդ վայա ժողովը Ամերիկայի Միացյալ Նահանգներում խաղաղության, դրանից հետո իհարկե մինչև Ջերալդ ուրեմն Ֆորդը կհասնի տարածաշրջան, մինչև մյուս նավերը միասին կհասնեն տարածաշրջան, այսինքն փետրվարի վերջ մարտի սկիզբ արդեն կարելի է սպասել լուրջ այսպես բախումների, եթե դրանք Դոնալդ Թրամփը ի վերջո որոշի իրականացնել։ Խնդրեմ, Բայց պարոն Բաղդասարյան։ այսպեսի մի բան, պարոն Չեռնոմորյան, մենք վերջին անգամ անցյալ շաբաթ լսեցինք, որ բանակցություններ են ընթանում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ կարծես թե հաջողություններ չեր գրանցվել, խոսք կար այն մասին, որ պետք է բանակցությունները շարունակվեն։ Այս մեկ շաբաթը ոչինչ չկար եւ նոր հանդիպումների մասին կարծես թե նորմալ տեղեկություն չկա, թե սխալվում եմ։ Կարծեմ Եվրոպայում են այս անգամ հանդիպելու, այսպիսի լուրեր այսօր կարտացի ամերիկյան ու արևմտյան մամուլում, բայց որքանով են դրանք ճիշտ չեմ կարող այս պահին ասել։ Համենայն դեպս Օմանը շարունակում է լինել միջնորդը ու այսպես կոպիտ ասած երկու տարբեր սենյակներում նստած պատվիրակություններ են Օմանի դեսպանն էլ կամ Օմանի այդ միջնորդն էլ վազում է ամերիկացիների մոտ, ամերիկացիների կարծիքն է գրանցում, վազում է նրանց մոտ, սրանց կարծիքն է գրանցում, այսպես սենյակից սենյակ չվելով գնում գալիս է խեժմարտը, մինչև փոխանցում են մետեղի մեսիջները մյուս տեղից։ Սա է այս բանակցությունները, նրանք իրար դեմ նստած չեն խոսում, իրար երես չեն ուզում տեսնել։ Ուղղակի այս միջնորդի միջոցով, Օմանի միջնորդների միջոցով, դիվանագետների միջոցով իրար փոխանցում են իրար ուրեմն փոխադարձ պահանջները։ Հնարավոր է, որ ասենք 1-2 ռաունդ էլ այս ընթացքում լինի Եվրոպայում կամ այլ երկրներում, բայց ես տեսա շատ հստակ, որ այաթոլլաների ռեժիմը որևէ զիջման պատրաստ չէ գնալ, նորից խոսում են նորից մարդկանց կախաղան բարձրացնելու, նորից մարդկանց պատժելու, նորից մահապատիժները շարունակվում են այսօրվա դրությամբ Իրանում, այնպես չէ, որ ասենք ամեն ինչ վերջացել է, Իրանը այդպես հեշտ չի կուլ տալու եւ հատուկ կոմիտե են ստեղծել, որքանով որ կարտացի, որ պատժում են, ասենք այդ մարդկանց, ովքեր որ ռեժիմի դեմ են դուրս եկել, նաև եթե հիշում եք այս որ տեղի ունեցավ նշում են, չէ, իրենց կարծեմ 46-ամյակն է հեղափոխության, հա, իրանական հեղափոխության 46-ամյակը, որ վարչապետը շնորհավորել էր 2000 մարդ է ուրեմն համաներում շնորհել 2000 մարդու է համաներում շնորհել այաթոլլան Ալի Հոմեյնեին, բայց սրանց մեջ ընդգրկված չեն այս համաժողովրդական ցույցերի մասնակիցները, պատկերացնում եք, այսինքն ուղղակի իշքան գող ավազակ կա, բաց են թողել, համաներել են, բայց նորմալ ասենք մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, սոված չմնալու համար, այս մարդկանց համաներում չի շնորհվել։ Ես այս ռեժիմից որևէ սպասելիքներ չունեմ, ընդհակառակը հիշում եք մենք խոսել ենք թե քանի բեռնատար օդանավեր չինական արտադրության եւ ռուսական արտադրության գալիս են Իրան, այս ռազմական ներկրումները խոշոր ինքնաթիռների դեպի Իրան շարունակվում, այնպես չէ որ դրանք դադարել են, այն մի անգամներ որ եկան եւ վերջ։ Ամենայն դեպս Իրանը փորձում է հզորացնել իր հակաօդային պաշտպանությունը հօգուտ չինական ռազմական տեխնիկայի, բալիստիկ հրթիռների, չինական արտադրության, այս վերջերս նոր հրթիռ էին բալիստիկ ներկայացնում, գլուխ էին կովում, թե տեսեք, օդի մեջ մանևրելու հնարավորություններ ունեցող նոր բալիստիկ հրթիռ ենք ստեղծել, որին գրեթե հնարավոր չէ խոցել։ Մի խոսքով, այսինքն ռեժիմ, որի ժողովուրդը ուղղակի սովամա է լինում, ջուր չունեն Թեհրանում խմելու եւ մնացած պայմանների մասին չասեմ, որ բնակչության ընդամենը $7 են տվել ապրելու համար այս ծանր տնտեսական պայմաններում, այս ռեժիմը նոր հրթիռներ է ստեղծում ու նոր մարտահրավերներ է փաստորեն փոխանցում Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Իսրայելին։
Պարոն Չեռնոմորյան, իսկ ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումը։ Թուրքիայի արտգործ նախարարը տարբեր հայտարարություններ է անում եւ կարծես թե խոսում է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է զիջումների գնալու, նույնիսկ կարող է համաձայնվեն, որ Իրանը շարունակի հարստացնել ուրանը, չնայած որ Թրամփը խոսում է նաեւ մեկ-մեկ հրթիռային ծրագրից, ինչի շուրջ Թեհրանը հրաժարվում է բանակցել։ Այսինքն տարբեր իրարամերժ հայտարարություններ ունենք։ Նախ հիշում եք, Թուրքիան ուզում էր միջնորդը հանդես գալ այս բանակցություններում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, եւ Իրանը իհարկե մերժեց Թուրքիայի մեկնած ձեռքը ճակերտների մեջ, որովհետեւ Թուրքիայի տարածքում բանակցել նշանակում է թուրքական Շամ բերանը ոսկոր նետել, իսկ Ֆիդանը հայտնի էր հայտարարությունը, մեկ այսպես կասի, մեկ այնպես կասի, Ֆիդանը շատ լուրջ դիվանագետ է եւ թուրքական աղվեսային քաղաքականությունը եվրոպացիներն էլ գիտեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են արդեն հասցրել ծանոթանալ։ Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը BB-ի հետ հանդիպումից հետո կգնա որոշակի զիջումների գնալ նշանակում է ուղղակի անտեսել Իրանի ժողովրդի պահանջը։ Իմ կարծիքով իմաստը որն է երկու ավիակիր բերել տարածաշրջան, եթե պետք է քո մկանները ցույց տայր մեկ ավիակիրը եւ այն ներուժը, որ այսօր հավաքվել է տարածաշրջանում, բավականին լուրջ է եւ լրիվ հերիք է ուղղակի ռազմական ուրեմն տեսակետից եւ ռազմական ահաբեկչական տրամադրությամբ Իրանի հետ խոսելու հետ կապված։ Իսկ այս պարագայում, երբ որ երկրորդ աշխարհի ամենամեծ քանի միլիոն դոլար են ամերիկացիները ծախսելու, որ այս ավիակիրը իր սուզանավներով, իր նավերով բերեն հասցնեն Մերձավոր Արևելք, պատկերացնում եք, սա միլիարդավոր դոլարների ծախսեր են ընդհանուր այս ռազմական ծախսերը։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե գումար է դնում ռազմական ոլորտի վրա, այդ գումարը մի տեղից պետք է հանի։ Եթե նա ներդրում է կատարել ռազմական նավերը մի տեղից մի տեղ է շարժելու, ուրեմն այդ ռեժիմի հարցը պետք է լուծի, ամենակիչը նավթին պետք է տեր լինի։ Ինչպես օրինակ Վենեսուելան, Մադուրոն հավաքեցին զորքերը տարան հենց այս Ջերալդ Ֆորդն էլ այնտեղ էր կանգնած Վենեսուելայում, չէ։ Հիմա վենեսուելական նավթը տնօրինում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույնիսկ այսօր լուրեր են պտտվում, որ վենեսուելական նավթը կարող է Իսրայելը գնի, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները տանկերներով բերեն նավթը հասցնեն Իսրայել, եւ այս դեպքում նաեւ շատ քչանում է, շատ փոքրանում է Իսրայելի կախվածությունը ադրբեջանական նավթից։ Ինչպես գիտեք, 44% Իսրայելի նավթի Ադրբեջանից է գալիս Բաքու, Թբիլիսի, Ջեհան նավթամուղով, չէ, եւ հետո նավերով գալիս է Իսրայել։ Հիմա պատկերացրեք, հնարավորություն ունի շատ ավելի էժան նավթը Վենեսուելայից ստանալ։ Իսրայելը ինչու պետք է նավթը թանկ գնի Ադրբեջանից, երբ որ կարող է շատ ավելի էժան նավթ Վենեսուելայից իր Ամերիկայի գործընկերներից գնել, պատկերացնում եք, սա արդեն ավելի լավ է եւ վերջերս իմացակ այդ դրոնի սկանդալային պատմությունը, որ հայերը Դավարո կազմակերպությունը ԱԹՍ պատրաստել, որը Հարոպին իսրայելյան շատ է նման եւ ադրբեջանական մամուլն էր որոշակի բողոք բարձրացրել Իսրայելի դեմ, իսրայելցիներն իբր փորձում էին ասել, թե մենք չենք տվել, Հնդկաստանն է տվել այդ տեխնոլոգիաները եւ այլն, բայց ինչպես գիտեք, եթե Իսրայելի թույլտվությունը չլիներ, Հնդկաստանը չէր կարողանալու այդ անել, որովհետև 20 միլիարդ դոլարից ավելի պայմանագիր ունի Հնդկաստանը Իսրայելի հետ ռազմական արդյունաբերության եւ ռազմական ուրեմն զինտեխնիկայի եւ զինատեսակների ձեռքբերման եւ Հնդկաստանում արտադրություններ սկսելու հետ կապված։ Դրա համար ասենք Իսրայելը ես որ տարիներ առաջ, քանի տարի առաջ, արդեն 23 տարի, սա եմ ասում, որ ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը մեջքով կանգնած վիճակից դեմքով շրջվի դեպի Իսրայելը եւ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, նոր տեսակի զինատեսակների հետ կապված կարողանա ձեռք բերել Իսրայելից այդ տեխնոլոգիաները, որոնք տասնյակ տարիներ փորձարկվել են եւ տվել են իրենց արդյունքը, ցավոք սրտի նաեւ մեր հայկական բանակի վրա են փորձարկվել եւ գիտենք դրանց մահացու ուժը։ Քանի որ Հայաստանն էլ անդրադարձավ, պարոն Չեռնոմորյան, վստահ եմ հետևում եք Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան, իսկ արձագանք կար կամ եղավ իսրայելական մամուլում այդ այցի վերաբերյալ։ Ինչ որ վերլուծական հոդվածներ արձագանք։
Այո, եղավ, ասենք իսրայելյան ալիքները ներողություն հերոստատեսային ներկայացրեցին այսպես կադրեր, հանդիպումներ Ջեյ Դի Վենսի եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ընկերներից մեկը լրագրող շատ գեղեցիկ հոդված էր ուղարկել ինձ վերլուծական ճիշտ է այնտեղ մեկ նախաձեռնությամբ շատ դուրեկան չէր որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, այսինքն Արցախը վերադարձավ Արցախի ինքնավար մարզը, հա, Նագորնո-Ղարաբաղը վերադարձավ դեպի Ադրբեջան, Ադրբեջանը կարողացավ նաև Իսրայելի օգնությամբ վերականգնել, այսպիսի մեկ-երկու նախադասություն է, որը ցավոք սրտի հաճելի չէ մեզ հայրիս համար, բայց փաստն էր արձանագրված, եւ դա իրոք այսօր տեղի է ունեցել այդ փաստը, եւ ընդհանուր առմամբ նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի ուրեմն հետ կապված Հայաստանի կառավարության հետ նոր համագործակցության սկսվելը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ դատա կենտրոնների եւ այդ չիպերի վաճառքը եւ այլն բոլոր ուրեմն ոլորտները չթվարկեն բավականին լուրջ առաջխաղացում է Հայաստանի համար եւ դրական են գնահատում նաեւ հնարավոր հայ-հրեական հարաբերությունների ուրեմն Կար հա զարգացումը եւ այդպիսի գնահատական, ինչպես կար այդպիսի գնահատական Իսրայելում։ Այո, ես եբրայերեն լեզվով այդ հոդվածը կարդացի, հենց այդ մասին էլ գրված էր, նու մի քիչ պրոհայկական դիրքորոշում ունեցող լրագրող էր հեղինակը, որ ասենք ուղարկել էր մեզ, բայց ամենայն դեպս կա, մարդիկ գրում են, վերլուծություններ անում են, պատկերացեք, եթե լրագրողները կամ վերլուծաբաններն են այս մասին խոսում, տեսնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փաստորեն Հայաստանի Հանրապետության հերանեկարները համագործակցության հերանեկարները իհարկե նաև դրական են սրան վերաբերվում։ Իսկ այդ չիպերից կա նաև Իսրայելում կամ ծրագրեր ատոմակայաններ մոդուլային կառուցելու կան Մոդելային ծրագրեր։ ատոմակայաններ կառուցելու որևէ ինֆորմացիա այստեղ ես չունեմ, անկեղծ ասած նման հարցեր այստեղ չեն քննարկվում։ Իսրայելը շատ երկար տարիներ ունի Դիմոնայում ատոմակայան եւ միշտ հիշում եմ Իսրայելի վարչապետի ասույթը, երբ որ հարցնում են թե Իսրայելը ատոմային զենք ունի, ասում են մենք ատոմային զենք չունենք, բայց եթե պետք եղավ կօգտագործենք։ Այսինքն Դիմոնայում կա nuclear center, այսինքն միջուկային կենտրոն, իհարկե մենք չգիտենք թե որտեղ է Իսրայելը պահում իր միջուկային ուրեմն մարտակախիգները եւ հրթիռները եւ այլն, բայց գիտենք որ Իսրայելը բավականին լուրջ ատոմային ներուժ ունի եւ Իսրայելը շատ լուրջ օգտագործում է արևային էներգիան, գիտեք, մեր մոտ 300 օրից ավելի արև է եւ ասենք շատ քիչ է լինում որ անպամած է լինում, այսինքն արևային էներգիան այստեղ ամենուր օգտագործում է, սկսած ջրատակացուցիչներից, երբ որ մեր կտուրներին այսպես արևային պանելներ են դրված, որ ջուրը տաքանում է եւ 24 ժամ առանց էլեկտրականություն օգտագործելու մենք տաք ջուր ունենք, ել չհաշված էլեկտրական էներգիայի արևային այդ մարտկոցները, որ գրեթե բոլոր տեղեր, նույնիսկ ասենք Իսրայելում ավտոբուսի կանգառները որ կան, այդ թվային այսպես տախտակները, որոնց վրա գրված է թե որ ավտոբուսը որ ժամին է գալու, նույնիսկ դրանք ուրեմն արևային էներգիայով են սնվում։ Այսինքն եւ վիդեոկամերաները, տեսախցիկները Իսկ փողոցների չիպերը, պարոն Չեռնոմորյան, իսկ չիպերն Իսրայելը իր սեփական չիպերի արտադրությունն ունի, իր դատա կենտրոններն ունի, Իսրայելը չիպերի արտադրության շատ առաջատար պետություններից մեկն է եւ Իսրայելը ցավոք սրտի վերջերս Ադրբեջանի հետ ինֆորմացիոն այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության հետ Ադրբեջանի հետ պայմանագիր են կնքել Բիբի Նետանյահուի մասնակցությամբ ցավոք սրտի, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներին ի հակադրություն Ադրբեջանը փորձում է Իսրայելի միջոցով ստանալ այդ տեխնոլոգիաները, Իսրայելում էլ Nvidia կա, Իսրայելում էլ Microsoft կա, Google կա, այսինքն բոլոր միջազգային այն հայտնի բրենդները, որոնք որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան, ունեն իրենց գործարաններն այստեղ չիպերի սեփական արտադրություն Իսրայելը ունի Կիսահաղորդիչների հետ կապված չգիտեմ թե որտեղից է անկեղծ ասած ստանում են այս ռազմական արդյունաբերությունը իր չիպերը որտեղից են առնում,
բայց փաստ է, որ Իսրայելը հիմա մինչև 2036 թվականը ըստ Նետանյահուի հայտարարության ամբողջությամբ բոլոր տեսակի զինամթերքը, ռազմական տեխնիկան եւ այդ չիպերը սեփական արտադրության են լինելու։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չեռնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Աստված մեզ պահապան, տեսնենք մի երկու շաբաթ գոնե հանգիստ քնենք, տեսնենք հետո ինչ է լինելու։ Ցտեսություն կհանդիպենք, ամեն ինչ լավ կլինի։ Հուսամ